Պատմություն Էջմիածնի գանձերի մասին։ Խոսքը ոսկեձույլ այս տարրերի մասին է, որի պատմությունը մեզ հասել է սիրելի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանից, իսկ Սիլվա Կապուտիկյանին պատմել է անձամբ վեհափառը։ Ազգին առաջինը պատմել է, որ սովորական մի օր տարեց մի կին է գալիս վեհարան եւ հանձնում է նրան մեծ քանակությամբ ոսկյա իրեր եւ զարդեր։ Գաղթից մազապուրծ է լինում եւ այդ ամբողջ ոսկեղենը նրա մոտ է լինում, որը նա թաղում է Արաքսի ափին եւ պահում 50-ից 60 տարի։ Որոշում է, որ այդ զարդերը պետք է նվիրաբերի եկեղեցուն։ Վեհափառը շնորհակալությամբ ընդունում է այդ զարդերը, սակայն չի իմանում, թե ինչպես վարվի դրանց հետ, մանավանդ երբ գանձարանում նմանատիպ ընծաներ էլի են լինում։ Եվ նրա մոտ միտք է հղանում, որ նա այդ ոսկիներով պետք է ձուլի հայոց այբուբենը։ Առաջին մարդը, որ նա դիմում է, դա ճարտարապետ Բաղդասար Արզումանյանն էր, ով վեհափառին ասում է. «Վեհափառ, գիտեք, ես քարի հետ եմ աշխատում եւ ես ոսկերիչ չեմ, չգիտեմ ինչպես կարելի է սա իմի բերել»։ Վեհափառը պնդում է եւ արդյունքում մենք ունենում ենք ոսկեձույլ մաշտոցատառ այդ սքանչելի աշխատանքը։ Այս գեղեցիկ նախաձեռնության մասին իմանում են Սփյուռքի մեր սիրելի հայրենակիցները եւ նրանք նույնպես նվիրաբերում են ոսկի, ինչի արդյունքում հավաքվում է 23 կիլոգրամ ոսկի եւ անկշռելի սեր ու սիրտ։ Սակայն այս պատմությունն ունի շարունակություն, որին կանդրադառնամ հաջորդիվ, իսկ դուք միացեք Անիաս էջին, որպեսզի բաց չթողնեք նորանոր հետաքրքիր պատմություններ։